Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navi ընկերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Ողջույն, հարգարժան տիկնոջ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն։ Նախորդին հայտնի դարձավ, որ հեռախոսային խոսակցություն է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Ռուսները գրում են, որ դա եղել է նախաձեռնությունը հայկական կողմից, նախաձեռնված է եղել հայկական կողմից եւ խոսակցության ժամանակ Ռուսաստանի նախագահը հորդորել է արագացնել հանրաքվեն, որպեսզի պարզ դառնա, թե Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում թե ոչ, թե գնում է Եվրամիություն։ Փաստորեն ռուսները փակում են այն ճանապարհը, որ համենայն դեպս խոսում են դրա մասին, որ փակ է Հայաստանի համար այն ճանապարհը, երբ մենք կարող ենք մերձենալ Եվրամիության հետ եւ մենք ինքներս պահը որոշենք, թե երբ ենք պարզելու մեր հարաբերությունները Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ։ Ռուսները պահանջում են այստեղ եւ հիմա։ Փորձենք հասկանալ, թե սրանից ինչ է բխում, որովհետեւ արդեն իսկ որպես երակետային իրավիճակ մենք ունենք բեռնարկելք Ռուսաստանի կողմից, մենք ունենք արգելք տարանցման Ռուսաստանի տարածքով, հետևաբար այստեղ պետք է պահը գնահատել եւ հասկանալ մեր անելիքները։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է քաղաքագետ Էդգար Վարդանյանը, ով Proglab նորաստեղծ հետազոտական կենտրոնի հիմնադիր նախագահն է եւ հայկական խորհուրդ կազմակերպության ասոցիացված փորձագետ։ Բարև եք եկել, պարոն Վարդանյան, ուրախ եմ ձեզ նորից տեսնել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Եվ ուրեմն մենք տեսանք նաեւ, որ հայկական կողմն էլ մամլոհաղորդագրություն տարածեց եւ այնտեղ գրված էր, որ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին այսպես կոչ է արել այս արգելքները հանել եւ պատշաճի վերաբերվել ԵԱՏՄ-ի այդ բոլոր ռեգլամենտներին։ Ձեր գնահատականը ինչ է տեղի ունենում եւ ինչ է սրան հետևում, հա? Ես կարծում եմ, որ առաջինը սա Ռուսաստանի կոլոնիալ քաղաքականության դրսևորումներից մեկն է։ Ինչու՞, որովհետև առաջինը Ռուսաստանը ըստ էության ոչ ֆորմալ սանկցիաներ է իրականացնում, անհիմն, այսինքն ինքը չի էլ ասում, որ սա սանկցիա է, որովհետև սանկցիայի հիմք չկա։ Հա, ասում է ճիճու ենք թե։ Սա է հետաքրքիր, այո, այսինքն ինքը չի էլ ասում, որ եւ խնդիրը այստեղ հետեւալն է, որ եթե սրանք ոչ ֆորմալ սանկցիաներ են, նշանակում է ուրեմն քաղաքական նպատակներ ունեն, այսինքն տնտեսական հարաբերությունների հիման վրա իրենք քաղաքականություն են առաջ քաշում, որը որևէ տրամաբանության չի դիմանում, այսպես ասած,
Եվ ինչը խոսում է, որ սա ըստ էության ուղակի քաղաքական հաճույք է, այո, բայց քաղաքականն էլ գիտեք, ոչ թե ասենք կոնվենցիոնալ քաղաքականության կամ գործընկերային, այսպես ասած, քաղաքականության, այլ հենց կոլոնիալ քաղաքականության, այսինքն Ռուսաստանը ասում է, որ դու իմ ստեղծած կառույցի մեջ ես ու պետք է շարժվես ոչ թե այդ կառույցի ֆորմալ կարգավորումների համաձայն, այլ իմ կմահաճույքի համաձայն։ Այսինքն ոնց որ ես իմ շահը ձևակերպում եմ, դու պետք է ենթարկվես այդ շահին։ Եթե չես ենթարկվում, ուրեմն ես որոշակի այսպես ճնշումներ կբանեցնեմ քո նկատմամբ։ Եվ երկրորդը Հայաստանի պատասխանը տեղավորվում է հակակոլոնիալ քաղաքականության շրջանակներում։ Այսինքն Հայաստանը ասում է հետևյալը, որ դու մեր հետ, ինձ հետ չպետք է այդպես խոսես, դա կոլոնիալ քաղաքականություն է եւ ես տեսնում եմ դա, եւ ես քեզ ասում եմ, որ դա անհիմն է, ինչ որ դու անում ես, դու խախտում ես հենց ԵԱՏՄ-ի կարգավորումները եւ մենք դա տեսնում ենք եւ չենք հանդուրժելու, այսինքն կամ պետք է լինի, մենք ուզում ենք նորմալ հարաբերություններ ունենալ քո հետ, հավասարի նման, այսինքն եթե հայտնվել ենք այդ բանում, մենք չեք, չէ, այսինքն այսօրվա կառավարությունը չի ընտրել այդ ճանապարհը, կա կախվածություն, այո, հիմա հաշվի առնելով այդ կախվածությունը, Հայաստանը կարող էր օրինակ ասել միանգամից, դե ուրեմն նայես, մենք միանգամից հենց հիմա արձանագրում ենք, որ դու քեզ պահում ես այնպես ինչպես որ կոլոնիալ ուրեմն պետություններն են պահում եւ խախտում ես կարգավորումներ, ուրեմն դուրս են գալիս, չենք ուզում քո հետ ընդհանրապես գործ ունենալ։ Այդպես չի ասում, հաշվի առնելով որոշակի կախվածությունը, հա, Ռուսաստանից։ Բայց միևնույն ժամանակ ասում է, որ մենք չենք հաշտվելու սրա հետ։ Ուրեմն կամ պետք է դու ընդունես այս փաստը, հա, եւ վերանայես քո քաղաքականությունը, հավասարի նման, հա, այս սկզբունքով խոսես եւ գործես, կամ ուրեմն մենք ստիպված պետք է շատ այսպես արագ կերպով, այո, դուրս գանք այդ տարբանից, միությունից, ինչը նշանակում է ոչ միայն ըստ էության ԵԱՏՄ-ից դուրս գալ, ինչը նշանակում է, որ ամբողջությամբ վերաֆորմատավորել հայ-ռուսական հարաբերությունները։ Ինչ կարող է սրան հետևել։ Դե պետք է իհարկե նշեմ, որ Ռուսաստանը ինքը իհարկե շահագրգռված է ունենալ նորմալ հարաբերություններ Հայաստանի հետ եւ իրականության մեջ այն ինչ որ ինքը անում, դա նաեւ ինքն իրեն է վնասում դրանով։ Տնտեսական վնաս է դա։ Դա գիտեք ինչ, նաեւ ռեպուտացիոն վնաս է։ Որտեղ օրինակ գործընկերները իր մյուս այմ ասում են, այ քեզ բան, պաստորեն իսկականից էլի, որևէ կարգավորում ստեղ չի գործում։ Մեկ պետության ավելի շուտ մեկ մարդու, հա, Ռուսաստանի նախագահի, կամ չգիտեմ, նրա շրջապատի, հա, հայեցողությանն է տրված այս ամեն ինչը եւ վաղը մյուս օրը մեր հետ էլ կարող են այդպես վարվել փաստորեն։ Ինչ ենք մենք ստեղ անում, էլի, այսինքն, հա, ու դա իհարկե նաեւ, գիտեք, ինչ որտեղ նպաստում է նաեւ նրան, որ այլ երկրներն էլ օրինակ Ղազախստանն ասենք, հա, մի անգամ էլ այսպես մտածի իր արտաքին քաղաքականության վերաբերյալ եւ մենք տեսնում ենք արդեն, որ օրինակ վերջերս Ղազախստանի նախագահը Եվրոպայում էր եւ այնտեղ որոշեցին, որ իրենք պետք է օրինակ գնեն եվրոպական ինքնաթիռներ, խորացնեն հարաբերությունները Եվրոպայի հետ, հա, բավականին այսպես լուրջ գործարք կնքվեց այնտեղ։ Բայց հիմա նայեք, Ռուսաստանը գնում է ըստ էության վաբանկ իմ կարծիքով սրանով, հա, ասում է դե հիմա ես, հա, այդ ամեն ինչը այդպես է, այդ ռեպուտացիոն ռիսկն էլ կա այդտեղ, ինքս ինձ վնասելու խնդիրներ կա այստեղ, բայց չէ որ ես կոլոնիալ քաղաքականություն եմ, չէ որ ես իմպերիա եմ, ես միևնույն է պետք է առաջի հերթին գեոքաղաքական խնդիրներ լուծեմ, ճնշումների միջոցով, այո, ուրիշ տարբերակ ես այսօր չունեմ, բայց պետք է դա անեմ։ Հա,
միգուցե մտածելով, որ այդ քաղաքականությունը կարող է վերջի վերջո հանգեցնել նրան, որ օրինակ հանրության շրջանում ամեն ինչ կամ ոչինչ սկսեն մտածել, որ դե օրինակ կարող են դժգոհել ինչ-որ մարդիկ, տնտեսական կորուստներ ունենալ, ինչ-որ շրջանակներ, հա, բողոք կբարձրացնեն ու միգուցե իրենք մտածում են, որ դա կստիպի Հայաստանին վերանայել իր քաղաքականությունը եւ այսպես ենթարկվել այդ կոլոնիալ քաղաքականությանը։ Սա էլի ըստ էության իրենց նպատակը, մոտիվացիան, իրենց հաշվարկը, հա, միգուցե։ Բայց ես կարծում եմ, որ եթե իրենք իսկապես այդպես են մտածում, իսկ գրեթե համոզված են, որ այդպես են մտածում, այլապես այլ կերպ կգործեին, իրենք իրենց հաշվարկներում սխալվում են, որովհետև չի լինելու նման քայլ, նման վերադարձ դեպի Ռուսաստան, այսպես ասած, կամ Ռուսաստանի տիրապետություն, որտեղ դա սուվերենիտետի կորուստ է նշանակելու, եւ վերջի վերջո գիտեք այսօր մենք տեսնում ենք, որ կառավարությունը բավականին խորքային այսպես հարաբերություններ է հաստատում տարբեր կենտրոնների հետ, տարբեր պետությունների հետ, խոշոր, միջին, փոքր, Եվրամիության հետ աննախադեպ խորքային հարաբերություններ կան։ Տեսնում ենք, որ Եվրամիությունը այսպես աննախադեպ կերպով էլի, հա, որոշակի արտոնություններ է տրամադրում առանց մաքսի, ուրեմն կարող ենք մենք մեր ապրանքները եվրոպական շուկայում արդեն վաճառել, հա, եւ սա շարունակական է լինելու, սա խորքային բան է։ Չմոռանանք բնականաբար ռազմական նաեւ բաղադրիչի մասին, որ ըստ էության մենք այսօր իրականում արևմուտքի եւ օրինակ Հնդկաստանի, հա, այլ պետությունների հետ հենց ունենք խորքային հարաբերություններ այս առումով եւ կարելի ասել, որ գրեթե որևէ աստորեն հարաբերություն մենք այս առումով չունենք Ռուսաստանի հետ։ Գործընթացը արդեն ուրեմն շրջելի է եւ լուրջ արդյունքներ ունի եւ հապկի այդ սառեցված վիճակն էլ սա էլի նույնպես էլ է նույն բանն է, այսինքն ուղղակի Հայաստանը չի ուզում պես կտրուկ ինչ որ քայլ անել հաշվի առնելով ուրեմն որոշակի այդ կախվածությունը Ռուսաստանից, ինչը իշխանությունների կարծում եմ հաշվարկներով կարող է այսպես հիմք լինել, որպեսզի Ռուսաստանը Հայաստանին վնասող ինչ որ քաղաքականություններ վարի, բայց կարծում եմ, որ գիտեք, այս ամեն ինչը նաև խոսում է այն մասին, որ առաջինը, գիտեք ինչ, Ռուսաստանի այդ վնասելու հնարավորությունը, մեզ վնասելու հնարավորությունը, ռեսուրսները եւ այլն խիստ սահմանափակ են եւ վերջի վերջո այս անորոշ վիճակը ինքը չի կարող երկար տևել։ Իսկապես այդտեղ պետք է արագ արդեն կողմնորոշվել, ուրիշ ելքել չկա եւ ինչ որտեղ նաեւ Ռուսաստանը իր գործողություններով նպաստեց նրան, որ Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիան արագանա, ավելի խորանա։ Եվ ընդհանրապես, այսինքն այդ արտաքին քաղաքականության մեջ ավելի հստակեցումներ մտցնելու, եվրոպական ուղին ավելի այսպես խորքային դարձնելուն, սա էլ է հետաքրքիր, որտեղ փաստացի այդպես է ստացվում, որ ինքը նպաստում է, այսինքն այդտեղ դրական բան կա միանշանակ եւ այստեղ պետք է իհարկե մտածել էներգետիկ անկախության մասին նախ եւ առաջ, որովհետեւ պոտենցիալ գործիքը մեզ վնասելու, ես կարծում եմ գազն է, գազի գինն է, ու բնականաբար ստեղ այլ ընտրանքներ են պետք, ու բնականաբար ես չեմ ուրեմն մտածում, որ իշխանությունները չեն դրա մասին մտածում, հա, եւ իր գործընկերների հետ հարաբերությունները հարցը չեն բարձրացնում, իհարկե բարձրացնում են։ Տեսնենք ինչ զարգացումներ կլինեն։ Ես իհարկե նաև չեմ էլ բացառում, որ տեսնելով, որ Հայաստանը ունի այլ ընտրանքներ, տեսնելով, որ Հայաստանի այս առումով ուրեմն շատ հստակ կոշտ քաղաքականություն է վարում, արժանապատիվ քաղաքականություն է վարում, Ռուսաստանը կարող է եւ վերանայել ինչ որ մի ժամանակ անց իր այդ քաղաքականությունը, գոնե այնպես անելով, որ լավ ամբողջությամբ չխզվեն հարաբերությունները, այդ առևտրային ինչ որ կոնտակտները դեռևս լինեն, թեկուզ եւ սահմանափակ, հա, եւ այլն, այսինքն
Վերջի վերջո կարող են լինել տարբեր լուծումներ, իհարկե ամենածայրահեղից, որ որևէ կերպով չի վերանայում ինքը քաղաքականությունը, այսպես մեկը էլի առաջ է տանում, ասում է մեկը կապ չունի։ Ես պետքա իմ այս գիծը տանեմ, որովհետև վերջի վերջո ես իմպերիա եմ, եւ դա իմ թուլության մասին խոսի, եթե ես գնամ զիջումների, հա, այդ տարբերակը կա, բայց նաեւ այն մյուս տարբերակն էլ կա, որ մի քիչ կմեղմի հասկանալով, որ չէ, էլի ամեն ինչ կարող է կորցնել վերջի վերջո, հա։ Այս մոտավորապես այսպես եմ ես պատկերացնում։ Պարոն Վարդանյան, որևէ անբնական բան չկար նրանում, որ դե հաշվի առնելով բոլոր հանգամանքները իրենց ամբողջության մեջ Հայաստանի կառավարությունը ընտրել էր այսպես հարաբերությունները վարելու ոչ կոնֆլիկտային եւ ոչ շոկային մարտավարությունը։ Ճիշտ այդպես։ Ահա։ Բայց մենք հասկանում ենք, խոսքը գնում է երկկողմ հարաբերությունների մասին եւ դուք գնում եք ոչ կոնֆլիկտային տրամաբանությամբ գործերը վարելու ձեզ հետ աշխատում են կոնֆլիկտի տրամաբանության մեջ միանշանակ ավելին կոնֆլիկտը սարելու տրամաբանության մեջ, որովհետև մենք տեսնում ենք սենց փուլ առ փուլ ապրանքային խմբերով սենց արգելքները գնալով խորան։ Դուք վարում եք գործերը ոչ շոկային տրամաբանության մեջ, բայց տեսնում ենք, որ գնում է հենց մաքսիմալ շոկեր գեներացնելու տրամաբանության մեջ հակառակ կողմը։ Սա եթե ուղղակի իրատեսության հարթության վրա նայենք այս ամենը, չի նշանակում, որ Հայաստանը հետևապես պետք է քայլեր անի, որ նույնպես լինի Ռուսաստանի կողմից այս գործունեության էֆեկտները նվազեցնելու եւ հնարավորությունները կրճատելու իրենց ուղղությամբ։ Իհարկե։ Եվ ինչ, ասենք, մոտավոր ինչ ալգորիթմ եք տեսնում այս ամենում համեցեք։ Դե ես կարծում եմ, որ արդեն այդ գործողությունները նման, ուրեմն փիլիսոփայության շրջանակներում, հա, իրականացվել են ու իրականացվում են, այլ բան դրա, չգիտեմ, տեմպերը, խորությունը կարող է եւ պետք է ու ես կարծում եմ, որ ժամանակն է արդեն ավելի արագացնել ու խորացնել։ Ուղղակի բնականորեն էլ այդպես է ստացվելու։ Գիտեք, պարոն Մերաբյան, ես կարծում եմ, որ նույնիսկ եթե ուզենասեր արդեն չես կարող էլի նույն կերպ տենց շարունակել ինչ որ իներցիա բնականաբար այստեղ կա, բայց նորից որոշումը էլի պետք է կայացնել, որովհետև ախր այդ որոշումը դու չես կարող չկայացնել, որովհետև ինչպես նշեցիք, դա միակողմանի չի, այսինքն մենք հա չենք ուզում կոնֆլիկտ լինի, բայց եթե ստիպում են, եթե ուրիշ այլընտրանք չեն թողում մեզ, դե ուրեմն պետք է արմատապես իհարկե վերանայել հայ-ռուսական հարաբերությունները ընդհանրապես։ Ոստեղ նորից պետք է ասեմ, որ բնականաբար այդ վերանայումը նշանակում է, որ դու զուգահեռ խորացնում ես հարաբերությունները տարբեր կենտրոնների հետ, բնականաբար առաջի հերթին Եվրամիության հետ։ Ոստեղ իհարկե արդեն ողջունելի է, որ Եվրամիությունը այդ աննախադեպ, հա, հատուկ արտոնյալ ինչ որ ռեժիմներ է հաստատում Հայաստանի համար, բայց դա երևի թե բավարար չէ դեռևս։ Այսինքն այդ տրամաբանությունը պետք է ուժեղացնել ավելի, խորացնել ու պետք է մենք վստահ լինենք, էլի, որ այս սցենարների դեպքում Հայաստանը կամ չնչին, կամ ընդհանրապես ոչ մի վնասներ չի կրելու եւ հակառակը շատ արագ կերպով ավելի կարողանալու է այդպես իր տնտեսությունը զարգացնել, նոր բաներ բացվել, հնարավորություններ եւ այլն եւ այլն։ Բնականաբար պետք են ինվեստիցիաներ ստեղ, պետք է այդ արտոնյալ ռեժիմը լինի, իհարկե նաև շատ լավ կլինի, որ այլ շուկաներ, որոնք մինչ այժմ օրինակ մեզ համար այդքան միգուցե հետաքրքիր չէին կամ
չգիտեմ, ասենք գրավիչ չէին, բան չէին, հասանելի չէին, այդ շուկաներն էլ բացվեն։ Իդեպ ասեմ, արդեն իհարկե մենք տեսնում ենք, որ օրինակ ծոցի երկրների հետ բավականին լավ հարաբերություններ կան, այս առումով տնտեսական շատ լուրջ։ Դա իհարկե պետք է խորացնել, բայց նաև այլ տարածաշրջանների մասին էլ կարելի է մտածել։ Օրինակ ես գիտեմ, որ Մոլդովայի օրինակ գինիները Աֆրիկայում շատ լավ վաճառվում են, պատկերացրեք։ Եվ ինչու չմտածել նաև աֆրիկյան այդ շուկայի մասին նույնպես։ Եվ իհարկե, ինչպես արդեն նշեցի, այստեղ գազի խնդիրի մասին պետք է մտածել, որը այդ հիմնական բաներից է, էլի, այսինքն, հա, գործոններից է դեստաբիլիզացնող, պոտենցիալ դեստաբիլիզացիայի, այսպես բան ունեցող, հա, ներուժ ունեցող, եւ իհարկե քաղաքական առումով, գիտեք, այստեղ ուրիշ ուղի մեզ համար քան շատ ավելի խորքային բարեփոխումներ իրականացնել Հայաստանում չկա։ Առանց դրա մենք չենք կարող այդ դիմադրողականությունը բարձրացնել։ Սա շատ լուրջ աշխատանք է, պահանջում եւ դե հա հիմա կարող ենք ասել, որ իսկ երբ չի պահանջվել լուրջ աշխատանք, բայց այս մանավանդ այս շրջաններում տրանսֆորմացիոն ու մանավանդ երբ որ դու պետք է արագ այդ տրանսֆորմացիան իրականացնես, այլ դու այդ ժամանակը չունես այդ բանը, որ քեզ թույլ տաս էլի դանդաղ ամեն ինչ անել, չէ, հիմա շատ արագ այդ ամեն ինչը պետք է անել, ու դրա համար ես ենթադրում եմ, որ պետական ինստիտուտներում անհրաժեշտ է էլի նոր ինչ-որ մի աննախադեպ ռեֆորմների ծրագիր իրականացնել, արդյունավետությունը բյուրոկրատիայի պետք է ընդհանուր առմամբ բարձրացնել, դատա իրավական համակարգը իսկապես անկախ դարձնել եւ այդտեղ պահանջում են իհարկե այնպես շատ բավականին ինձ թվում է կոշտ միջոցներ, հա, կիրառել այդ վեթինգից սկսած, չգիտեմ, իջև նոր կադրեր բան անել, ներմուծել, այնպես անել, որպեսզի մասնագետները թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս ուզենան, մոտիվացիա ունենան գալու այստեղ աշխատել, հա, այսինքն չպետք է այնպես լինի, որ մարդը վախենա մտնի պետական օրինակ համակարգ, հա, բիզնես, մտածելով, որ կարող է ինչ-որ հանկարծ, չգիտեմ, էլի խնդիրներ ինքը ունենա, չէ, այս ապահովությունը պետք է լինի գերիշխող այդ զգացողությունը, որ Հայաստանը ազատ, գրավիչ, որևէ այսպես սահմանափակումներ չկա բիզնեսի համար, ճնշումներ չկան, իրավապահ մարմինները չեն խնդիրներ ստեղծի, եթե դու օրենքի շրջանակներում ես գործում, այս շատ կարևոր է, էլի։ Միջև այս պահը իհարկե ահագին բան արվել է, բայց բավարար չէ այդ մթնոլորտը դեռևս ունենալու համար։ Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ իհարկե պետք է լրջագույն աշխատանք կատարել։ Եվ ամփոփելով պարոն Վարդանյան, դեռ Ռուսաստանը հետխորհրդային տարածքում բավականին այսպես հետևողականորեն աճեցրել եւ բուծել է այդ 5-րդ շարասյունը, դա քաղաքականացրել, օժտել նաեւ ռոպագանդայի մեծ ներուժով եւ Հայաստանն այստեղ կարելի է ասել դասագրքային օրինակ է դրա համար եւ ահա առջևում նորընտիր խորհրդարանի առաջին նիստն է, որից հետո process-ներ են գնալու ռեգլամենտներին համաձայն, հա, ինչը կարծում այդ գործակցությունը 5-րդ շարասյան եւ հենց բուն Ռուսաստանի ինչպիսին է լինելու եւ ինչ պետք է հակադրի դրան պետությունը։ Բոլոր առիթները բնականաբար օգտագործելու են, որպեսզի թույլատնեն պետական համակարգը, ինստիտուտները, որպեսզի ընկնի իշխանությունների վարկանիշը եւ այլն։ Այսինքն ինչ որ մի տնտեսական խնդիր եղավ, ինչ որ մի ֆերմեր դժգոհեց,
ինչ որ մի անօրինականություն եղավ, որը պատահաբար կարող է լինել օրինակ, կամ ասենք ինչ որ մի չինովնիկի սխալ աշխատանքի արդյունքում կարող է օրինակի համար լինել, եւ այլն, այդ ամեն ինչը օգտագործվելու է բնականաբար աղմուկ բարձրացնելու, ճնշումներ գեներացնելու համար։ Ինչ պետք է ուրեմն անել, ուրեմն պետք է ավելի էֆեկտիվ կառավարել։ Այո, պետք է դեմոկրատական բարեփոխումները շարունակել ու խորացնել։ Հատուկ ուշադրություն իհարկե պետք է դարձնել հիբրիդային հարձակումներին դիմակայելու, ասենք ուղղված ծրագրեր մշակելուն, ընդհանուր առմամբ, ու շատ լավ է, որ արդեն մենք ունենք Եվրամիության առաքելությունը այդ նպատակով, այստեղ գործակցությունը պետք է խորացնել եւ պետական ինստիտուտների եւ քաղաքացիական հասարակությունը նաեւ այս առումով լուրջ անելիքներ բնականաբար ունի։ Հնարավորինս իրավապահները պետք է արդյունավետ գործեն ու արագ։ Միգուցե, եթե այդ արագությունը ապահովելու համար իրավական խոչընդոտներ կան, օրենսդրական խոչընդոտներ կան, ուրեմն պետք է այդ օրենքները փոխել։ Ուրիշ տարբերակ մենք չունենք, էլի, այսինքն անհնարին է անընդհատ այդ սպասել այդ գործընթացներին, չէ, նկատի ունեմ դատական, հա, կամ քննչական երկար process-ներին, հնարավորինս սեղմ ժամկետներում այդ բոլոր հետաքննությունները պետք է արվեն, բացահայտումները, անօրինական ֆինանսավորումը, որը ստանում են միգուցե մի շարք ինչ-որ շրջանակներ Հայաստանում այդ ռուսական նարատիվները առաջ տանելու համար, այդ բնականաբար դա պետքա չեզոքացվի, բացահայտվեն այդ աղբյուրները, այդ փորձը ունեն տարբեր երկրներ, մեր գործընկերները, նույն Մոլդովայի փորձի մասին շատ է ասվում, եւ մենք այստեղ իսկապես բան ունենք սովորելու, եւ գիտեք, ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ այդ ազատ զարգացած ժողովրդավարական կյանքի պրոպագանդան, այստեղ այդ բառը միգուցե կարելի է կիրառել, հա, պետքա գերակա լինի, որովհետեւ շատ հաճախ նման ավտորիտար բաները պետությունները, կազմավորումները, իրենք օգտագործում են չիմացությունը մարդկանց, օգտագործում են տարատեսակ նախապաշարումներ, ստերեոտիպներ, միֆեր, օրինակ արևմուտքի մասին, դեմոկրատիայի մասին եւ այլն, ու մարդիկ կարող են հավատալ եւ այսինքն տրվել այդ մանիպուլյացիաներին, էլի, հա, ասել որ հա, էլի դե լավ ամբողջը սուտ է, ամեն մեկը իր շահն է առաջ տանում, դե հիմա մենք ես իմ կապված ենք Ռուսաստանի հետ, ինչի պետք է, էլի, ասենք մտածենք ինչ-որ ուրիշ ուղղությունների մասին, դա լավ, դե ինչ դեմոկրատիա, դեմոկրատիան սուտ բան է եւ այլ։ Այս շատ կարեւոր է այս աշխատանքը արվի, ես չեմ ասում որ չի արվել, բնականաբար արվել է, նաև ընտրությունների արդյունքներն էլ ինչ-որ տեղ ցույց են տալիս, որ այնպես չի, որ հասարակության մեծամասնությունը տրվում է այդ մանիպուլյացիաների, բայց այնուամենայնիվ տեսնում ենք, որ կան շրջանակներ ու այ հիմնական խնդիրը անկեղծ ասած սա է, էլի, այսինքն եթե հասարակությունում լինի կոնսենսուս, իսկ իրականում ժողովրդավարական պետություններում շատ քիչ հարցերում է պետք կոնսենսուս։ Լավ է, որ տարբեր տեսակետներ կան եւ մրցակցություն կա եւ բախում կա գաղափարների, բայց մի քանի հարցեր կան, որոնց վերաբերյալ հնարավորինս իհարկե կոնսենսուսը անհրաժեշտ է եւ այդ հարցերից մեկը օրինակ սուվերենությունն է, պետականությունն է, ժողովրդավարությունն է, հա, ազատության կոնցեպտի հիման վրա ստեղծված իրավական պետությունն է։ Այս հարցում կոնսենսուս պետք է եւ մենք այնուամենայնիվ այս պայմանությամբ տեսնում ենք, որ այդ կոնսենսուսը այդքան էլ չի ձևավորված դեռևս եւ դրա վառ վկայությունը այն է, որ փաստորեն խորհրդարանում միակ ընդդիմադիր քաղաքական ուժերը դրանք պրոռուսական քաղաքական ուժեր են, ինչ որտեղ նաև կարելի ասել հենց ռուսական ուժեր են։ Եվ իհարկե սա խնդիր է։ Չգիտեմ, այդ խնդիրը հիմա մենք ոնց կարող ենք լուծել,
միգուցե հենց դեմոկրատական բարեփոխումների շարունակականությունը, մեր արտաքին քաղաքականության, այսինքն ավելի հստակեցումը եւ այլ խորացումը, եւ այդ իրավական գործընթացները, եթե ավելի էֆեկտիվ լինեն, կարող են այդ գործոններ չեզոքացնել, էլի, հա, այսինքն, չգիտեմ, օրինակ կարող են մարդիկ, օրինակ, որոնք որ падգամավորներ են այդ ընդդիմադիր ֆրակցիաներում, նաեւ մտափոխ լինել որոշները, տեսնելով, որ իրենք չգիտեմ, էլի, ոչ դեմոկրատական ճամբարում են հայտնվել եւ չեն նպաստում զարգացմանը։ Պատմության սխալ։ Այո, ինչու էլի մնալ այդտեղ, հա, այսինքն վերջի վերջո, սա կարող է լինել։ Չգիտեմ, այսինքն չեմ բացառում, որ վաղը մյուս օրը կարող է նաեւ այդ իհարկե վաղ է դրա մասին խոսել, բայց ասենք չգիտեմ, 2 տարի հետո կամ ինչ որ ժամանակ անց արտահերթ ընտրություններ լինեն, հաշվի առնելով այս ամեն ինչը, հա, այս բոլոր զարգացումները, բայց իսկապես էլի այդ գիտեք, օրինակ մի շարք եվրոպական երկրներում այդ տարբերությունը որն է մեր տրանսֆորմացիաների եւ որոշ հաջողված նաեւ դեմոկրատական երկրների տրանսֆորմացիաների, արևելյան օրինակ Եվրոպայի Այնտեղ մի շարք երկրներում, չեմ ասում բոլորում, թեև իշխանություն եւ ընդդիմություն էլի այդ հակասությունները եղել են, նաեւ այսպես լուրջ մրցակցություն ա եղել ու կա, բայց գոնե, ասենք խորհրդարանական կուսակցությունների բացարձակ մեծամասնությունը անկախ նրանից էլի ընդդիմությունն, իշխանությունն եւ այլն, իրանք այդ սուվերենիտետի գաղափարի վերաբերյալ կոնսենսուս են ունեցել։ Իրանք հստակ տեսել են ասել են, որ Ռուսաստանը հիբրիդային հարձակումներ է իրականացնում իր նկատմամբ եւ մենք պետք է պաշտպանվենք։ Այս առումով մենք պետք է միասնական ճամբարով հանդես գանք։ Սա եղել է եվրոպական ճանապարհը, եվրոպական ուղին, հա, Եվրամիության հետ ինտեգրվելու ուղին, սա կոնսենսուսային է եղել։ Իհարկե մենք այսօր տեսնում ենք ու դա շատ դրական է, որ օրինակ հարցումներն էլ ցույց են տալիս, օրինակ AR-ի հարցումներ, որ 53%-ը կողմ է Եվրամիության անդամ դառնալուն օրինակ, հա, բայց միևնույն է կան շատերը, որոնք կողմնորոշված չեն կամ հստակ դեմ են։ Ու ասենք չնայած հստակ դեմերը, ասենք 10 քանի տոկոս են, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ ասենք այդ 53-ը իհարկե շատ լավ կլինի, որ հասնի գոնե 70 ենթադրենք 3-ի, հա։ Այս ուղղությամբ իհարկե պետք է աշխատել ու բոլորը անելիք ունեն ստեղ կարծում եմ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Վարդանյան, ձեր այս կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար միշտ նոր հանդիպում ամենայն միշտ նոր հանդիպում։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ, ով ասոցիացված փորձագետ է հայկական խորհուրդ կազմակերպությունում եւ նորաստեղծ ProgLab հետազոտական կենտրոնի հիմնադիր տնօրենը։ Խաղաղություն եւ բարի նոց։